Պարոն Ղազարյան, բարև ձեզ։ Ես լրագրող եմ Մեդիահաբից, Վահե անունս, ազգանունս Մակարյան։ Լրագրող եմ Մեդիահաբ լրատվական կայքից Վահե Մակարյան։ Եվ միայն ես չեմ այստեղ լրագրող, էլ իմ գործընկերներից կան եւ փաստաբանը Սոս Հակոբյանը։ Մենք եկել ենք ձեզ հյուր, բայց դուք այստեղ չեք։ Որ խնդրենք գաք։ Շատ լավ, իսկ ո՞նց կարող ենք ձեզ տեսնել, ձեր աշխատավայրը որտեղ է։ Բայց նիստը նշանակվել ու չի փակվել։ Նիստը նշանակված է ու շարունակվում է, ավականու անդամ այստեղ ասում է, որ նիստը նշանակված է եւ չի փակվել նիստի օրը։ Երեկվանից նշանակված։ Նիստ չի նշանակված։ Լավ, մենք ձեզ կարող ենք տեսնել, փաստաբանը ձեզ մի քանի հարց ունի։ Դուք ինձ անգել եք, ուզում եք իմանալ ես ինչ եմ ասում։ Հա։ Եթե դուք ինչ-որ բան ունեք, կարող եք լրատվության բաժին կա կենտրոնական հանձնաժողովում դիմեք, ձեզ կպատասխանեն։ Պարոն Ղազարյան։ Մենք հիմի նիստ չունենք։ Շատ լավ, պարոն Ղազարյան։ Հանձնաժողովի լսեք ինձ, հա։ Մեր հանձնաժողովի բոլոր անդամները քաղաքացիարայող են, բոլորը իրենց աշխատավայրերում են։ Պարոն Ղազարյան։ Նշանակվի ժամը 6-ին կնշանակվի, որ մարդիկ կան իրենց աշխատանքային ժամից հետո մասնակցել։ Հիմա կլսեք մեզ։ Խնդրում եմ մի րոպե դուք ինձ լսեք, Սոսա իմ անունը, ես փաստաբան եմ ու ավականների անդամների ուղեկցությամբ եմ գտնվում, կարծես թե վարչական շենքում, ինչ-որ պատահական տեղ չենք եկել։ Խնդիր չկա, աշխատանքի եք եւ այլն եք, եթե տեխնիկական է հարցը, կարաք ասեք ձեր վայրը որն է աշխատանքի կամ մենք սպասենք դուք գաք, մենք այս հանդիպումը ունենանք, մի հատ այս հարցը պարզաբանենք, կա խնդիր։ Այս մարդիկ խնդրում եմ կենտրոնական հանձնաժողովի լրատվության բաժնի հետ։ Ես ինտերվյու ընտրական պրոցես չի, բան չի, ես ինտերվյու տալու բանա, ես չգիտեմ ինք լսեք էլի, ես աշխատանք ունեմ, ես ժամանակ չունեմ իմի ինտերվյու տալու, եթե նիստ նշանակվեց, ես ժամանակ կգա, ես բոլոր հարցերին կպատասխանեմ։ Նիստ նշանակողն ով է, պարոն Ղազարյան, դուք չեք։ Այո։ Բա հիմա ես ասում եմ ժամկետները անցել է, ավականու մի հատ լսեք միջև վերջ, լսեք ինձ միջև վերջ, որ հասկանաք ես հարցը խնդիրը որն է։ Հասկանում եմ ինչ այդ նույն բանը, ինձ 3 օրեր նույն բանը ասում են, ես ասում եմ, եթե ինչ-որ մի բան դուք գտնում եք, որ սխալ է, դիմեք կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Բայց օրենքում ձեր մարմնի անունն է գրած է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ ավականու լիազորությունը դադարած է, ստանալով համայնքի ղեկավարի արձանագրությունը։ Հիմա օրենքը այտենց է գրած, թե չէ կգնայինք մեզ ավելի հարմար կլներ Երևանում գնալ ԿԸՀ։ Բայց ձեր պատասխանատվության դաշտում է։ Հիմա ասում ենք համայնքի ղեկավարը ձեզ ուղարկել է։ Եթե ինչ-որ մի բան դուք գտնում եք, որ մեր հանձնաժողովը սխալ է արել, ես դրա համար ասում եմ, կենտրոնական հանձնաժողովում կա իրավաբանական վարչություն։ Հարգելիս, այդ դրանց ճանապարհները ես գիտեմ։ Ես եկել եմ ձեզ որպես օրենքով լիազորություն ունեցող մարդու, ասում եմ հարգելիս, ձեզ ուղարկել են այդ արձանագրությունը, 7 օրն էլ անցել է, խնդրում եմ մեր արձանագրությունը տուր տվեք, որպեսզի մեր ավականու մեկի փոխարեն մյուսը համալրի։ Հիմա ձեր չտալու պատճառաբանությունը ո՞րն է, լավ դա գոնե ասեք, ո՞րն է պատճառաբանությունը, որ 7 օրը եւ աշխատանքային եւ բնականաբար օրացույցային անցել են ու այդ արձանագրությունը չկա։ Այդ պատճառաբանությունները Նարեկը բոլորը գիտի։ Նարեկ նովա։ Բանը կանգնեմ ձեզ ասեմ։ Այդ գաղտնիք է, հա, ձեր ու Նարեկի մեջ է այդ ամեն ինչը։ Այդ ձեր ու Նարեկի մեջ է այդ հարցը, մեզ էլ ասեք, մենք է իմանանք։ Պարոն Ղազարյան։ Պարոն Ղազարյան, դուք եք լիազորված անձը, մենք որպես լրագրող հիմա ինձ որպես լրագրող կոնկրետ անջատեց։ Կան նորից փորձենք։ Այս ավիճակը մենք երևի լսում ենք, չէ՞, այսինքն բոլորը լսում էին ինչա կատարվում։ Այս մարդը, տվյալ անձը Տիգրան Ղազարյան, անունը երևի սխալ չեմ ասում, օրենքով ունի լիազորություններ։ Ես չգիտեմ ինչ են իրանք մտածում իրանց գործի մասին, բայց այս վերաբերմունք չի հանրային ծառայությանը։ Պետք լինի 10 անգամ էլ պիտի բացատրի, թե ինչ պատճառն է։ Ասում եմ, ես Նարեկին ասել եմ,
Սա է պատասխանը անձի, որ մենք ասում ենք ավականու մանդատը պահել եք, չկա։ Նարեկը ով է կներեք։ Նարեկը մեր հերթական համարն է, ով որ պիտի փոխարին։ Ինչ հասել է որ չկա։